3 ամսից ավելի է կոլեգաս անթաքույց տարածում է ապատեղեկատվություն, սխալ է ներկայացնում փաստերը, շատ փաստերի մասին տեղյակ լինելով, փաստերի, որոնք արդարացնում են Խաչատրյաններին, լռում է, սա ամենավտանգավորն է, երբ փաստ գիտես, բայց լռում ես, և դրանով հասարակական կարծիք է ձևավորում, վերջերս նա սկսեց, պարոն Ալումյանը սկսեց ձեզ ցուցադրել, չէ ցուցադրելով ասել, որ երբ գալիս է Ավետիք Բուդաղյանը, նրա դիմաց դուրս են գալիս 5 հոգի, 5-6 հոգի, իրականում չի կարելի շփոթել, 5 թե 6, կամ 5 է կամ 6 է, իրականում, ասում է գալիս են 5-6 հոգի, նրանցից մի քանիսը զինված, նման բան կադրերում չկա, նա արդեն քաներորդ անգամ վերջին օրերին այդ բանը կրկնում է, հետո ասում է եկավ Արտակ Բուդաղյանը, Ավետիք Բուդաղյանը փակեց նրա ճանապարհը, այդ պահին, այդ 5 հոգուց 3-ը անջատվեցին, շրջանցեցին Ավետիք Բուդաղյանի մեքենան, մոտեցան նրան, նոր դրանից հետո Ավետիք Արտակ Բուդաղյանը դուրս եկավ մեքենայից, նման բան դուք կադրերում չեք տեսնի, դուք կտեսնեք, որ 3 հոգի իրոք անջատվեցին այս դռան մոտից, Ավետիք Բուդաղյանի նստատեղի դռան մոտից, գնացին դեպի այդ նույն ավտոմեքենայի հետևի հատվածը, նրանցից ամենափոքրը տարիքով 15, այսօր գուցե 16, չգիտեմ, տարեկան, այն ժամանակ 15 էր, Տրթատ Խաչատրյանը մի քիչ առաջ գնաց մեր տեսադաշտից դուրս եկավ, մյուս երկուսը կանգնած մնացին եւ չշարժվեցին, նրանցից ոչ մեկի ձեռքին զենք չի երևում, 3-ի ձեռքերը գրպանում են, մեկի ձեռքը Արագած Ղևոնդյանինը միշտ այսպիսի սովորություն ունի, կամ մի ձեռքը գրպանում, աջ ձեռքը մեջքին դրած, սա է, ոչինչ չկա, բայց ինչպես են մարդը ասում, հասարակությունները լսում է, ասում է իրոք, ուրեմն հարձակումը եղել է ոչ թե Բուդաղյանների կողմից, այլ հարձակումը եղել է Խաչատրյանների կողմից։ Առաջի կրակոցը երբ հնչում է երկու կինը, դեռևս կադրի մեջ են եւ շատ պարզ երևում է, կադրից դուրս գալու համար նրանց հարկավոր է անել մեկին 2 քայլ, մյուսին առնվազն 4-5 քայլ։ Դա 40-րդ վայրկյանն է։ Պարոն Ալումյանը ուշադիր չի ծանոթացել համակարգչային փորձակնության ձայնային երիզի հետ, որը հարկավոր է համադրել եւ տեսնել։ Փորձակնությունից հետո ես այդ բանը արել եմ, որովհետեւ փորձագետների եզրակացությունը իրոք լավն է։ Զարզան Նիկոլոսյանի մասին չխոսեց, պարոն Սահակյան, ես ասեմ, որ իմ ձեռքի տակ է որոշումը, որին դուք ծանոթ եք, նույնպես նա ուրեմն նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվում է հանցակազմի բացակայության պատճառով, այսինքն նրա արարքի մեջ իրավապահ մարմինները չեն գտնում ոնց որևէ հանցավոր տարր, այսինքն նրանք գտնում են, որ նա չի կատարել որևէ արգելված արարք։ Ավետիք Բուդաղյանը ուրեմն Նիկոլայ Աբրահամյանին, որը ուրեմն Խաչատրյանների բարեկամն է, կրակել է ուրեմն 48 վայրկյանին, 7:48 վայրկյանին, Նիկոլայ Աբրահամյանին, 53-րդ վայրկյանին, իսկ նոր դրանից հետո, ես նորից եմ ուզում ասեմ, որ դուք իմանաք, նոր դրանից հետո արդեն Զարզան Նիկոլոսյանը օգտագործել է ատրճանակը, այսինքն կրակել է դրանից հետո 58-59 վայրկյանին։ 54-55, այսինքն 4-5 վայրկյան հետո, այն ժամանակ երբ Ավետիք Բուդաղյանը կրակել, վիրավորել է Նիկոլայ Աբրահամյանին գցել եւ շարժվել է դեպի ատրճանակով դեպի Տիգրան Խաչատրյանի կողմ, հետեւաբար նաեւ դեպի Զարզան Նիկոլոսյանի կողմ, հետեւաբար նաեւ տան մուտք, որը արդեն մուտքի մոտ էր մոտավորապես 6-7-10 մետր հեռավորության վրա եւ այդ հաջորդականությամբ ուրեմն կրակել է։ Ես դες նորից եմ ուզում ասեմ իմանալ, որ Զարզան Նիկոլոսյանը կրակել է 6 անգամ։ Միայն մեկ անգամ է դիպել նրա այս բազուկին մսային կողմ, նույնիսկ ոսկորային հատվածին չի կպել։ Մյուսը օդ է կրակել։ Պատվոգրերն են բերել, նա միշտ եղել է, առաջի եւ երկրորդ տեղը, խնդրեմ, այս ես տալիս եմ, ծանոթացեք, նա պրոֆեսիոնալ հրաձիգ է, նա չէ կարող վրիպել 4, 5, 6, 7 մետրից ու 6 անգամ կրակելուց, միայն այդ անգամն է ուրեմն դիպել, այն էլ կանխարգելիչ նպատակ է հետապնդել, եթե նա չկրակեր, շատ հավանական է, որ Ավետիք Բուդաղյանը կրակեր Տիգրան Խաչատրյանի վրա, հետևաբար արդեն հասկանալի է դառնում, ավելի ուշ է կրակել, քան Տիգրան Խաչատրյանը, քան Ավետիք Բուդաղյանը։
Այելի, իրայացամ տոզ զենք է 5 ու 6 մմ դրամաչափի հոր օրինական որսորդական հրացանն է, որը վերցրել է իր հոր ննջասենյակից Պահարանի միջից։ Պարոն Սահակյան, իսկ այս դեպքում Սուրիկ Խաչատրյանը պարտավոր է իրեն պատկանող զենք պահպանել։ Այո, Եվ չի պահպանել, իրեն ևս մեղադրանք։ Ոչ, չպետք է առաջադրվի, որովհետև հետևանքը ծանր չի եղել։ Հիմա կասեք, ինչպես թե ծանր չի եղել, մահ ա եղել եւ մեկ ծանր մարմնականացված։ Խրապոնի զենքի Խնդրեմ, ես արդեն ասեցի։ չէ։ Ավարտեցի, վերցրել եմ։ Մի քանի րոպե է պահել այդ ապօրինի զենքը, բայց նախկինում իր մոտ չի եղել այդ ապօրինի զենքը։ Ոչ, երբեք իր մոտ չի եղել։ Բաղ մոտ է եղել, որ Հոր Պահարանում Այսինքն հայրն է ապօրինի զենք։ ոչ օրինական զենք է, թույլ տաք ես մի բան ասեմ, հայ։ Չէ, չեմ թույլ տալիս։ Հա, խլա։ Պատասխանում եմ, որ օրինական զենք է պահվում է Հոր Պահարանում։ Այդ է։ մենք ասեցինք ապօրինի 50 ես ապօրինի բառ չեմ օգտագործել։ Տիգրան Խաչատրյանի մոտ է ապօրինի գտնվում այդ մի քանի վարկյանը, րոպեն։ Ասում են, որ դա Զարզանտ Նիկողոսյանի կրակած փամփուշտն է, բայց Զարզանտ Նիկողոսյանը այդտեղ չի կրակել։ իսկ ով է կրակել։ Իմ համոզմունքը այլ է, բայց դա չի երևում։ Իմ համոզմունքն է, որ դա կրակել է Ավետիք Բուդաղյանի 17-րդ փամփուշտը։ Իմ համոզմունքն է։ Ես սա չեմ փաթաթում ձեր վզին եւ չեմ ասում դա Սանթունեք որպես հալածյո։ Ասակե